Զբոսաշրջային նոր հնարավորություններ եւ հետաքրքիր բացահայտումներ հայկական շուկայի համար։ Երևանում կայացել է Hot Tours եւ Open Greece ընկերությունների համատեղ միջոցառումը, որի շրջանակում ներկայացվեցին Հունաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջային նորությունները։ 2011 թվականից սկսած Hot Tours-ը հետևողականորեն զարգացնում է հունական ուղղությունը, այն դարձնելով հայ զբոսաշրջիկների ամենասիրված եւ պահանջված ուղղություններից մեկը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նոր առաջարկներ, մշակութային եւ ժամանցային ծրագրերի ընդլայնումներ, սպորտային նոր հնարավորություններ եւ գաստրոնոմիկ փորձառություններ, որոնք ստեղծում են ժամանակակից եւ պահանջված հանգստի նոր չափանիշներ։ Հրավիրել ենք մեր հունական գործընկերներին, ինչպես նաեւ հունական հյուրանոցների ներկայացուցիչներին, որպեսզի հայկական տուրիստական շուկային ներկայացնեն իրենց հյուրանոցները, իրենց ուղղությունները եւ հայերը ավելի լավ պատկերացում ունենան Հունաստանի հանգստյան գոտիների վերաբերյալ։ Сегодня у нас мероприятие. Այսօր Open Greece ընկերությունը Hot Tours ընկերության հետ համատեղ կազմակերպել է միջոցառում, որի շրջանակում ներկայացվում են Հունաստանի եւ Կիպրոսի զբոսաշրջության ոլորտի նորությունները։ Մեզ հետ այսօր ներկա են նաեւ Հունաստանից եւ Կիպրոսից ժամանած հյուրանոցների ներկայացուցիչներ, որոնք կներկայացնեն իրենց վերջին թարմացումները, պատմելով հյուրանոցներում կատարված փոփոխությունների, նոր առաջարկների եւ ծառայությունների բարելավումների մասին։ Միջոցառման հիմնական նպատակը Հայաստանի զբոսաշրջային շուկային փոխանցել ոլորտի բոլոր արդիական նորությունները եւ ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։ Туристическому рынку Армении. Հայաստանն ու Հունաստանը փոխադարձ կապում է ոչ միայն ջերմ բարեկամությունը, այլև իրական մտերմության ու փոխհասկացողության զգացումը։ Մշակույթների նմանությունը, ընդհանուր արժեքների եւ հավատամքը ստեղծում են ամուր կամուրջ երկու ժողովրդի միջև, իսկ հյուրընկալությունն ու ջերմությունը դարձնում են Հունաստանն առավել գրավիչ ուղղություն հայ զբոսաշրջիկների համար։ Мы всегда напоминаем о наших отелях. Մենք ինչպես միշտ հիշեցնում ենք մեր հյուրանոցների մասին, ներկայացնում ենք փոքր նորությունները, մշակութային ծրագրերում կատարված թարմացումները, ինչպես նաև ժամանցային եւ սպորտային նոր հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ, սա նաև առիթ է եւս մեկ անգամ ներկայացնելու մեր ուղղությունը եւ դրա առավելությունները։ Բայց կա մի մեծ նորություն, որով հատկապես հպարտանում ենք։ Մեր տարածաշրջանում նկարահանվել է ֆիլմ, որը համարվում է 2026 թվականի ամենասպասվածներից մեկը։ Խոսքը Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի մասին է, որը հիմնված է Ոդիսևսի վրա։ Քանի որ շատերը նույնպես հետաքրքրված են այս նախագծով, մեզ համար կարևոր է ընդգծել, որ այս ֆիլմը եւս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում մեր տարածաշրջանի նկատմամբ, որպես զբոսաշրջային եւ մշակութային կարևոր ուղղություն։ Я думаю, что это такая самая впечатляющая, скажем так, новость. Я представитель компании Sunny Ecos Resorts. Это у нас сеть гостиниц. Ես ներկայացնում եմ Sunny Ecos Resorts ընկերությունը։ Մենք հյուրանոցային ցանց ենք, որը ներկայացված է Հունաստանում եւ Իսպանիայում։ Մենք հայկական զբոսաշրջային շուկային առաջարկում ենք այցելել մեր հրաշալի հանգստավայրերը, որտեղ կարելի է զգալ տանից հեռու, ինչպես տանը մթնոլորտը։ Մեր հյուրերին հնարավորություն ենք տալիս ոչ միայն վայելել համեղ խոհանոց, այլև օգտվել բարձրակարգ կացության տարբերակներից։ Սրանք երկսենյականոց եւ 3 սենյականոց ռեզիդենցիաներ են, վիլլաներ, բունգալոներ եւ տարբեր կատեգորիայի համարներ, որոնք ապահովում են առավելագույն հարմարավետություն։ Конечно же, дает максимальный комфорт. Я представляю отель Miraggio Thermal Spa Resort. Он находится. Ես ներկայացնում եմ Miraggio Thermal Spa Resort հյուրանոցը։ Այն գտնվում է Հունաստանի հյուսիսում, Խալկիդիկի տարածաշրջանում։ Սա 5 աստղանի հյուրանոց է, ծովի ափին, որտեղ համարների մեծ մասն ունի ծովի տեսարան, ինչպես նաև սեփական լողավազաններ։ Մենք արդեն իսկ մեծ թվով հյուրեր ենք ընդունում Հայաստանից եւ մեծ սիրով կցանկանանք, որ տարեցտարի նրանց թիվն ավելի ու ավելի աճի։ Чтобы они каждый год были больше и больше. Բազմազան ու համեղ խոհանոցը, մշակութային հարուստ ծրագրերը եւ ծովի ու արևի անհատական փորձառությունները դարձնում են Հունաստանն ու Կիպրոսը հայկական զբոսաշրջիկների համար ամենասիրելի ուղղությունները, որտեղ տանից հեռու իսկապես տանն է զգում։ Hotel Park Lane, a luxury collection resort and spa в Limassol. Նախ Park Lane A Luxury Resort and Spa համարվում է հայկական շուկայի ամենասիրված հյուրանոցներից։ Այն հատկապես սիրված է, քանի որ հյուրանոցում գործում է նաև հայկական ռեստորան։ Բացի այդ, մենք ունենք 6 տարբեր ռեստորաններ, գտնվում ենք առաջին գծում, ծովի անմիջապես ափին։ Ունենք շուրջ 300 մետր երկարությամբ մաքուր լողափ, որը արժանացել է կապույտ դրոշ միջազգային հավաստագրմանը։ Հյուրանոցում գործում է նաև Կիպրոսում եզակի սպա կենտրոն, որը առաջարկում է թալասոթերապիա։ Մեր երկրորդ հյուրանոցը Կիպրոսում The Landmark Նիկոսիան վերջերս է վերաբացվել, եւ մենք շատ կցանկանանք, որ հայկական շուկան գա ծանոթանա այս նոր առաջարկին եւ բացահայտի այն։ Мы хотим, чтобы армянские
городские рынок знал об этом. Сегодня сделал презентацию нашего замечательного отеля «Анаса» на Кипре. Այսօր ես ներկայացնում եմ մեր հրաշալի Anasa Beach Hotel Limassol հյուրանոցը Կիպրոսում։ Միաժամանակ ներկայացնում եմ նաև Domes of Elunda Autograph Collection-ը, որը գտնվում է Կրետե կղզում։ Այսպիսով այսօր ես ներկայացնում եմ ինչպես Կիպրոսը, այնպես էլ Հունաստանը։ Мы сегодня здесь ради этого. Միջոցառման հիմնական նպատակն էր հայկական զբոսաշրջային շուկային ներկայացնել արդիական տեղեկատվություն, ստեղծել նոր համագործակցության հնարավորություններ եւ բացահայտել Հունաստանի ու Կիպրոսի առաջարկների առավելությունները, որպես առողջ, բազմազան եւ վառ փորձառություններով լի հանգստի ուղղություններ։ Միջոցառումն ավարտվեց հայկական եւ հունական մշակույթների ներդաշնակությամբ, կենդանի երաժշտության, ուրախ երգերի եւ պարերի ուղեկցությամբ, որոնք երեկոն լցրին տոնական ու ոգեշնչող տրամադրությամբ։